Ողջույն, արի միասին պատրաստենք շատ համեղ և շքեղ տոնական տորտ։ Այս խմորեղենը անտարբեր չի թողնում ոչ ոքի, հյուրերը ամբողջ սեղանի խմորեղեններից ընտրում են միայն սա։ Տեսքի և համի մասին խոսքերն ավելորդ են։ Եթե հավանեցիք, չենք մոռանում լայքել և բաժանորդագրվել։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին հարիչի ամանի մեջ կոտրում ենք 8 ձու, վրան ավելացնում ենք 250 գրամ շաքարավազը, 1 թեյ գդալ վանիլային շաքարը և այս ամենը լավ հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչև զանգվածը լավ փրփրի և սպիտակի։ Սկզբնական շրջանում հարում ենք ցածր աստիճանի տակ, քիչ-քիչ աստիճանը բարձրացնում ենք։ Ձվի զանգվածը արդեն պատրաստ է, վրան ավելացնում ենք 120 գրամ արևածաղկի ձեթ և կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո 500 գրամ մածունի վրա ավելացնում ենք 1,5 թեյի գդալ սոդա, լավ հարում ենք և ավելացնում զանգվածին։ Այս ամենը կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք կակաոն և ալյուրը։ Քիչ-քիչ կավելացնեմ ալյուրը ու կրկին կհարենք։ Խմորը արդեն պատրաստ է, թանկագիններս, տեսեք, թե որքան լավ խմոր ենք ստացել։ Չափաբաժինները կթողնեմ տեսանյութի ներքևում։ Այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը, որպեսզի լավ տաքանա։ Վերցնում ենք այն կաթսան կամ ձևամանը, որի մեջ որ պետք է պատրաստենք։ Ես պատրաստելու եմ կաթսայի մեջ։ Նախօրոք արդեն նախապատրաստել եմ, ներքևում յուղաթուղթ եմ փռել, կողքերը կարագ եմ քսել և մի փոքր ալյուր եմ շաղ տվել։ Հիմա խմորը կլցնենք, կհարթեցնենք և կուղարկենք նախօրոք տաքացրած ջեռոցը։ Թխելու եմ 180 աստիճանի տակ մոտ կես ժամից 40 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Մինչ բիսկվիտը կթխվի, այդ ընթացքում պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ հարկավոր է 400 գրամ սառեցրած սերուցք և 250 գրամ խտացրած կաթ։ Պատրաստելու ենք սերուցքային կրեմ։ Ասեմ, որ եթե ցանկանում եք, որ ձեզ մոտ սերուցքային կրեմը լավ ստացվի, հարկավոր է դնել սառցախցիկ, լավ սառի, ինձ մոտ կիսով չափ այն սառույց է։ Հիմա լավ կհարենք, երբ որ կփրփրի, քիչ-քիչ կավելացնենք արդեն խտացրած կաթը։ Հինգից 7 րոպե հարելուց հետո սերուցքը ունի այս տեսքը, արդեն պահպանում է իր կայուն տեսքը, բեզեի նման։ Երբ որ տեսնում ենք արդեն սերուցքը պնդանում է,
Այդ ժամանակ նոր քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթը ու կրկին հարում։ Կրեմը եւս պատրաստ է, թանկագիններս, տեսեք, թե որքան լավ կայուն կրեմ ենք ստացել։ Կդնենք սառնարանք, թողնենք, որ լավ սառի։ Մինչ այդ ընթացքում բիսկվիտի շերտը կսառի եւ կպատրաստենք միջուկը։ Այժմ պատրաստենք կարամելը։ Թավան դնում ենք գազօջախի վրա, որպեսզի լավ տաքանա։ Թավայի մեջ լցնում ենք 200 գրամ շաքարավազը։ Թողնում ենք, որ շաքարավազը լավ հալվի։ Երբ շաքարավազը ամբողջովին հալվում է, ավելացնում ենք 150 գրամ սերուցք։ Ու արագ-արագ խառնում ենք։ Ավելացնում ենք 50 գրամ կարագը։ Այս ամենին ավելացնում ենք նաև գդալի ծայրով մի փոքր աղ։ Երբ որ մի լավ հալվում է, եռում է, սկսում է եռալ, ավելացնում ենք 200 գրամ գետնանուշը, բոված գետնանուշը և խառնում ենք։ Մեր համեղ միջուկը, իրիսը արդեն պատրաստ է։ Անջատում ենք գազօջախը, թողնում ենք, որպեսզի սառի։ Բիսկվիտը պատրաստ է, կրեմը եւս, թանկագիններս, եկեք արդեն հավաքենք խմորեղենը։ Ես նախորոք արդեն բիսկվիտը բաժանել եմ մասերի, տեսեք, թե որքան լավ շերտեր ենք ստացել։ Միջուկը նույնպես պատրաստ է, սկսեցինք հավաքել։ Առաջին շերտը դնում ենք ձևամանի մեջ, հարմարեցնում ենք և սկսում ենք լցնել կրեմը։ Կրեմը բաժանում ենք 2 հավասար մասի։ Կրեմը քսելուց հետո միջուկը բաժանում ենք 2 հավասար մասի, քանի որ պետք է քսենք 2 շերտի։ Եվ լցնում ենք կենտրոնում։
Ամբողջական տորթը հավաքելուց հետո ուղարկում ենք սառնարան 3 ժամ, որպեսզի լավ սառի։ Սառելուց հետո կբերենք վերջնական տեսքի։ Տորթը բերում ենք վերջնական տեսքի, ասեմ, որ ես ասացի, որ տորթը կարելի է դնել սառնարան 2-ից 3 ժամ, բայց ես ամբողջ գիշեր թողել եմ սառնարանում։ Հիմա զգուշությամբ բացում ենք։ Ձևամանի միջից հանում ենք տորթը, կողքերը մի փոքր հարթեցնում ենք։ Եվ արդեն պատրաստում ենք գլազուրը վրան քսելու համար։ Տորթը ամբողջովին կրեմապատել վերջացնելուց հետո մի կողմ ենք դնում եւ պատրաստում ենք վրան քսելու համար նախատեսվող գլազուրը։ Մեզ հարկավոր է 150 գրամ մալոչնի կատնային շոկոլադ, հալեցնում ենք, վրան ավելացնում ենք 30 մլ ձեթ եւ լավ խառնում ենք։ Մի լավ խառնում ենք եւ ավելացնում ենք 100 գրամ բոված գետնանուշ, մանրացրած գետնանուշ։ Ամբողջը խառնում ենք եւ լցնում ենք տորթի վրա։ Բերելով տորթը վերջնական տեսքի, ստանալով իդեալական սնիկերս։ Մեր չքնաղ գեղեցկուհին արդեն պատրաստ է։ Ուղարկում ենք սառնարան կես ժամով, որպեսզի վրայի շերտը սառի եւ արդեն կտրենք, մատուցենք մեր տոնական սեղանին։ Իմ հյուրերը շատ հավանեցին, հուսով եմ դուք էլ այնպես որ պատրաստեք ու վայելեք։ Հավանելու դեպքում չմոռանաք բաժանորդագրվել եւ լայքել։ Թողեք ձեր կարծիքը, քանի որ շատ կարևոր է ինձ համար։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։